Նարեկ Մալյանին միայն հիշեցնեմ, որ իրեն այդքան ոգևորած 2018-ի ելույթում ես նաև ասել եմ, կուրքեր չեմ ընդունում։ Եվ հետո Էդգարն ու Նարեկն են ինձ պարտադրելու այսօր անել մի բան, ինչին ես չեմ հավատում։ Ում են պարտադրելու։ Ես կճնշեմ այդ պատգամավորին, ասում են Նարեկը։ Դե արի ճնշի։ Նարեկը հաճախ լկտի անում է, ասում է 2021-ին խաբել են ավանտյուրիստի նման, քվեին կլյանչի տանում, անդիմադիր աֆերիստներ, անբարոյական կեցվածք ունեն։ Սիրով ասեմ, լկտիությամբ Նարեկի հետ կարող են մրցել միայն մի քանի ԿՊԱ-ական պատգամավորներ։ Հարգելի լրագրողներ, թող ձյուն չգա Նարեկ Մալյանի հետ Գարղազարյանի գլխին, թող կանաչ արև ունենան, բայց թող չափերը ճանաչեն, կեղծ օրակարգով հասարակությանը մոլորեցնող ԿՊ-ն հերիք է։ Վերջերս Հանրապետության երրորդ նախագահը ասաց, որ իշխանափոխության ծրագիր ունեն մինչև 26 թվականը։ ՀԿ-ն նաև միշտ հայտարարել է, որ ոչ մի ընդդիմադիր ուժ միայնակ իշխանափոխություն չի կարող անել։ Ուրեմն այդ ծրագիրը կներկայացվի, կտեսնենք։ Վստահ եմ, այդ ծրագիրը հենց այսօր իմպիչմենտ սկսելը չէ։ Ինձ համար այս թեման այլևս փակ է, որովհետև Հայաստան դաշինքի եւ երկրորդ նախագահի դեմ կազմակերպած այս արշավը